Բարև ձեզ։ Գիշերները ընդհանրապես, ուղղակի այս պահին անհանգստություն է։ Դες մին 100-150 մետրի վրա դրոշ տնկած իրենց պոստն է, մեկել մեր տներն է։ Գիշերը ժամը 22:20 առաջի կրակոցները սկսում է։ Ու 2 ժամը 1, 3 ժամը 1, տենց անխտիր միջև հիմա կրկնվում է։ Ուղղակի անհանգստություն է։ Տները կան փոքրեր, մանուկներ ու մեծեր, որ անհագիստ են։ Իմ 150 մետրի վրա կրակում են։ Մենք էլ մնացել ենք կաշկանդված։ Ինչ անենք այս պահի համար։ Եթե ախպերս, եթե այս պահին ով որ շատ ավախենում, ասում է իմ երեխեքը ապահովության համար տեղափոխում եմ էլի, իմի ես էլ եմ համաձայն։ Երեխան եթե այս կրակոցի տակ, այս դրոշի տակ մեծանալու է, չի կարալու ապրի, կյանք ստեղծի, չի կարալու, թող գնա։ Ոչ մեկի առաջ չեք կարա կտրեք։ Գյուղացիք հենց դրա համար էլ սկսում է գյուղը դատարկվելը։ 300 ծուխ, 300 տուն ենք եղել, 1500 բնակիչ, այսօր 100 տուն ենք մնացել, երևի 400-450 բնակիչով։ Խորհրդային Միության հետ, Պարսկաստանի, Իրանի հետ կապը երկաթգծով անցնում էր մեր այս հատվածով։ Մինջևան, Մեղրի, Ջուլֆա, Ջուլֆայով նոր անցնում էր դեպի Իրան։ Հիմնական ուրեմն բեռնատարները Իրան, հիմնական դեպի Հայաստան հոսքը, Հայաստանից դեպի Խորհրդային Միության մյուս բոլոր տարածքները անցնում էր այս հատվածով։ Դեպի Երևան, դեպի Բաքու ու դեպի дальше, как говорят. Ես ընդհանրապես ինքս ըմբռնումով եմ մոտենում ժողովրդի նման խոսակցություններին ու հասկանում եմ ինչ որտեղ նաև նրանց մտավախությունները։ Եթե այդ խոսակցությունները լիներ, ասենք 93, 94, 95, 96 թվականներին, կասեմ այո, ճիշտ են ասում, որովհետև ցանկացած պահին ամեն ինչ էլ հնարավոր է։ Բայց 2025 թվականին կամ 2000 թվականից հետո մտավախություններ ունենալ տրանսպորտի ապաշրջափակման հետ կապված, որ հնարավոր է նման բաներ լինել, մի քիչ արդեն ես դա համարում եմ աբսուրդային։
Մեղրին Հայաստանի Հանրապետության հարավային դարպասն է, ինչպես գիտեք, այն սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետության հետ, մի կողմից Ադրբեջանի Հանրապետության հետ, մյուս կողմից էլ Նախիջևանի ինքնավար մարզի հետ։ Հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ պաշտոնական եւ սովորական քաղաքացիների մոտ գտնվում է շատ բարձր եւ ջերմ հարաբերությունների վրա։ Իհարկե կան նաեւ վախի զգացմունքներ, դա նորմալ է, երբ մարդը հոգեբանորեն ունի զգացմունք, որը որ վախ է առաջացնում, ու այս վերջի Արցախի դեպքով պայմանավորված, ինչպես նաեւ Ադրբեջանի նախագահի հայտարարություններով պայմանավորված կան այո վախի զգացմունք, բայց այնուամենայնիվ Մեղրի համայնքի բնակիչները, ինչպես եւ տեսնում եք, քաղաքում ստեղծում են, արարում են, աշխատում են, զբաղվում են գյուղատնտեսությամբ, զբաղվում են հանքարդյունաբերությամբ։ Հիմնական երկու ոլորտները Մեղրի համայնքում դա հանքարդյունաբերությունն է եւ գյուղատնտեսությունը, որը որ մարդիկ զբաղվում են ամենօրյա իրենց աշխատանքով։ Azerbaijan still demands unimpeded passage from its mainland territory to the exclave of Nakhchivan through Armenian territory. So Baku wants no Armenian presence or minimal Armenian presence on this communication, no checks on the border, no controls or any customs things going on. For Armenia, it's a non-starter. Armenia is ready to give the passage, preparing its keeping its sovereignty and control over the communications. After the war, then they had their disagreements and they basically fired. I think they are trying to keep the situation tense, to have an opportunity to use these low-level escalations for political pressure on Armenia. And I think this communication problem, the thing they call the Zangezur corridor, I think that could be a potential source of escalation because Azerbaijan is building a railway on its territory and soon will be reaching Armenian territory, and they will need some sort of solution on this issue. But for the Armenian government, it's an absolute red line. The southern region of Armenia, southernmost region of Armenia, the Syunik region, has strategic importance. As you know, Armenia has two open borders, one with Georgia and the other one with Iran. And this keeps the country going. And if Armenia loses its border with Iran, that would be a catastrophe.